Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը բաժանվել են։ Այսօր վաղ առավոտյան Աննա Հակոբյանը հայտնել է, որ ինքն ու Փաշինյանը 30 տարվա համատեղ կյանքից հետո ի վերջո ոչ թե գրանցել են իրենց ամուսնությունը, այլ ամուսնալուծվել։ Աննա Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ 2 օր առաջ լքել է կառավարական առանձնատունը եւ տեղափոխվել է Վարչակալած բնակարան։ Ինչպես արդեն հայտարարել է իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է այսօր փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը, ասել է նա։ Փաշինյանի նախկին կողակիցը չի բացառում, որ առաջիկայում քրեական հետապնդման կենթարկվի, հաշվի առնելով նախորդային հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի եւ լրագրողներից մեկի երեկվա հարցու պատասխանը, որում նշվել էր, որ իր ղեկավարած հիմնադրամը խախտել է ընտրություններից առաջ բարեգործություն կատարելու արգելքը։ Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում կապրենք, կտեսնենք, նշում է Հակոբյանը։ Վերջինս հրաժեշտի տեսանյութում փորձել է օրինակներով համոզել, որ հեռանում է այնպես, ինչպես եկել էր, առանց տղյակների, միլիոնանոց հաշիվների ու թվանոց զարդերի, իսկ իր բանկային քարտին ընդամենը 5 միլիոն դրամ կա, որը իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից ու եկամտային հարկի վերադարձից կուտակված գումարն է։ Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանը պետական պահպանությունից է հրաժարվել եւ քաղաքացիներին խնդրել, որ չվիրավորեն իրեն, եթե մենակ զբոսնելիս տեսնեն։ Նիկոլ Փաշինյանն էլ Facebook-յան գրառմամբ է արձագանքել իրավիճակին, տեղեկացնելով, որ հարգանքով է վերաբերվում այս որոշմանը։ Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով, վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին, թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում, գրել են նա։ Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը, նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընդունում է քննություն։ Քննչական կոմիտեից փոխանցել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ սպանության հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։ Ազատություն ռադիոկայանի տվյալներով առաջիկայում ձերբակալված զինվորին մեղադրանք կառաջադրվի սպանության հոդվածով եւ միջնորդություն կներկայացվի դատարան նրան կալանավորելու համար։ Նշենք, որ սա տարեսկզբից ի վեր 3-րդ զինծառայողի մահվան դեպքն է բանակում։ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար TikTok սոցիալական ցանցի օգտատեր Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք։ Այս մասին հայտնում է Եղյանի փաստաբան Ռոման Երիցյանը, որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը։ Հայկ Եղյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե խաղաղ եւ թե պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում կնոջ եւ առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ, հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։ Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք եւ ներկայացրել դատարան կալանավորման նպատակով միայն այն բանի համար, որ վերջինս TikTok-յան հարթակում ծափահարել եւ մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաեւ կոշտ քննադատական խոսքեր ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին վեհապարին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար։ Մանրամասնել է փաստաբանը։ Նրա խոսքով Պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը, թե կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը, սակայն դատարանը տնային կալանք է կիրառել։ Երիցյանը հիշեցրել է իր պաշտպանյանին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։ Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու Հայ Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյան այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկանում ենք Միասնության թվերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, որի մեջ ընդգծվում է, որ այս կերպ երկու քաղաքական ուժերը միավորում են իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։ Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար միավորում ենք մեր ջանքերը եւ հայտարարում Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու եւ միասնաբար հանդես գալու մասին։ Այս մասին էլ կարդում ենք Հայ Ակվեի տարածած հայտարարությունում։ Հուշագրով կողմերը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին Միասնության թվեր քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած Հայրենիք կուսակցությունը չի մասնակցի ազգային ժողովի առաջիկա ընտրություններին, այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ նման որոշում է կայացվել գործադիր մարմնի նիստում։
Նիստի ընթացքում կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Արձանագրել են, որ իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից։ Հայրենիքի գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից։ Արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։ Նպատակ ունենք հնարավորինս նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը եւ մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող արհեստական դաշինքների, ասված է հայտարարությունում։ Նշում են, ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում եւ քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։ Կուսակցությունը միևնույն ժամանակ հորդորում է կուսակցության անդամներին, համակիրներին եւ աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերին ցանկացածին ըստ սեփական նախընտրության։ Ֆանելյանի գլխավորած քաղաքական ուժը 2021-ի ընտրություններին մասնակցել էր ՀՀԿ-ի հետ, պատիվ ունեմ դաշինքով ստացել շուրջ 66,000 ձայն, որը թեպետ անցողի 7%-ի շեմը հաղթահարելուն չէր բավարարել, սակայն քաղաքական ուժը իրավունքի ուժով հայտնվել էր խորհրդարանում։ Արթուր Մանեցյանը 1 տարի անց 2022-ին դիմադրության շարժման ձախողումից հետո, ինչպես խոստացել էր, մանդատը վայր էր դրել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Սերյան Օհանյանի կնոջ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում են։ Դատալեքս համակարգի համաձայն քրեական գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Այս մասին փոխանցում է Փաստինֆոն։ Քրեական գործը վերաբերում է գույքի օտարմանը եւ հայտարարագրերում երկու անշարժ գույքի արկայությունը թաքցնելուն, մասնավորապես ըստ մեղադրանքի Ռուզաննա Խաչատրյանը 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի եւ Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաեւ 2022 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով երկու անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարմանը։ Քրեական գործով Խաչատրյանից բացի մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա ազգականները Աննա Բադալյանը եւ Կարինե Մարգարյանը։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այսօր փետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 09:50-ի սահմաններում Մարգարավանաձոր Տաշիրեմ 3 ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրի հատվածում բախվել են Opel Zafira եւ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Աշտարակ բժշկական